Նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa Lido Palms Resort and Spa առողջարան հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա եւ փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի։ Հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց եւ գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։ Նախագծի հովանավոր 911 Detox Center Երբ դուք տեսնում եք, որ ձեր հարևանը ջղայնությամբ բարձրացնում է 10-րդ հարկ դաշնամուր, ապա պետք չէ նրան ասել, ապեր թեթև տար։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, AMJ հեռուստաընկերության եթերում իր աշխատանքն է սկսում Armenian Evening հաղորդաշարը։ Ինչպես միշտ, դուք անհամբեր սպասում եք, թե ով է լինելու այսօրվա մեր հյուրը, եւ որպեսզի մենք միասին եւս մեկ հայկական երեկո անցկացնենք։ Ուզում եմ միանգամից ասել, որ այսօր շատ յուրահատուկ հյուր ենք ունենալու, տաղանդավոր, հրաշալի մի ազնվորություն եւ հայկական երեկոն Armenian Evening-ը ել ավելի լինելու է Armenian, ել ավելի հայկական։ Այսինքն ինչ եք անում դուք այս պայն դիտում եք մեզ, ինչ ենք անում մենք այս պայն, մենք ոնց որ ասած սկսում ենք։ Սիրելի հեռուստադիտողներ, այս պայն սիրով ուզում եմ ներկայացնել մեր նախագծի գործընկերներին։ Armenian Evening նախագծի հովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը։ Եթե ձեր շրջապատում կամ դուք ունեք վնասակար սովորություններ, ունեք կախվածություն եւ ցանկանում եք ձերբազատվել, ապա 911 Detox Center-ը կօգնի ձեզ այդ հարցում։ Եթե կա նման խնդիր, հավատացեք, մասնագետները ձեզ կօգնեն, այնպես որ մի հապաղեք, մի թողեք, որպեսզի ամեն ինչ ել ավելի բարդանա։ Հեռախոսահամարն է 409 9000 911։ Եթե ցանկանում եք լավ հանգստյան օրեր անցկացնեք, լիարժեք հանգիստ անցկացնել, ապա իհարկե ընտրում եք Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը, որը պարզապես համալիր չէ, այլ առողջարան է, որովհետև հարմարավետ համարներ, լողավազաններ տաք հանքային ջրով, մի խոսքով առողջություն եւ հանգիստ վայելելու լավագույն միջոցը։ Հեռախոսահամարն է 760 329 60 33։ Շնորհակալություն մեր գործընկերներին եւ շատ արագ ընթերցեմ այսօրվա նորությունները եւ սիրով ներկայացնեմ մեր հյուրին։ Անգլիայում ամուսինները իրենց խոհանոցի նորոգման ժամանակ գտել են 17-րդ դարի մետաղադրամներ, որոնք աճուրդում վաճառել են $75000։ Ամենահետաքրքիրը եղավ հետո, երբ այս ամենից հետո ոգևորված ամուսինները որոշեցին քանդել տան մյուս սենյակները։ Ննջասենյակը քանդելուց հետո նրանք պատի մեջ գտան երկտող, որտեղ գրված էր. հերիքատունը քանդեք, ուրիշտեղ ոչ մի բան չկա։ Հնագետները հայտնաբերել են Ալեքսանդր Մակեդոնացու լոգասենյակը։ Ժորժ ջան, եթե պետքա կարան գանք քանդենք այդ սենյակը, արձագանքեցին մեր նախորդ նորության ամուսինները։ Մի խոսքով հավեսին կան, մենք էլ ենք հավեսի ընկնում եւ ընդհանրապես մի քանի վայրկյանից սիրով ներկայացնում ենք մեր այսօրվա հյուրին։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, այսօր Armenian Evening նախագծի հյուրն է հրաշալի մի անձնավորություն, տաղանդավոր մարդ, արտիստ, դերասան, երգիչ Հրաչյա Միխիթարյանը, նույն ինքը Չուկո։ Չուկո ջան, բարի երեկո։ Բարի երեկո Արմեն ջան, շնորհակալություն հրավերի համար։ Ես եմ քեզ շնորհակալ հյուրընկալվելու համար, իրոք շատ շնորհակալ եմ, որովհետև յուրահատուկ մարդ, առանձնահատուկ մարդ, միշտ հաճելի իհարկե քեզ հետ շփվել, խոսել եւ կարծում եմ այսօրվա մեր երեկոն նույնպես այդպես է լինելու։ Մերսի, շատ շնորհակալ եմ։ Եվ իհարկե համեստություն դա չեմ անում։ Ինչ կա եմ ասում։ Մերսի։ Չուկո ջան, առաջին հարցը իհարկե որ միշտ մեր հյուրերին ես տալիս եմ եւ իհարկե քեզ կտամ, ով էր այն մարդը կամ մարդիկ, ովքեր գտան այդ փոքրիկ ջիղ այդ տաղանդը եւ ասին այս երեխեն պետքա շարունակի այս ոճով, իհարկե քո դեպքում հաշվի առնելով իհարկե մայրիկի մեր շատ սիրելի ժողովրդական արտիստի Վիոլետա Գևորգյանի գործոնը,
դժվար է պատկերացնել, թե ուրիշով կարող է լինել, բայց այնուամենայնիվ, ով էր, ոնց ստացվեց, մի քանի բառով իհարկե պատմես այդ ամենի մասին։ Սիրով, անկախ նրանից, որ արվեստագետների ընտանիքում ծնվեցի, բախտի բերմամբ, ուրեմն հենց հիմա ես հիշեցի մի բան, որ Մաուգլի մուլտֆիլմը շատ էի սիրում ես։ Ու ես տենց իմ այսպեսի պլավկիներով տանակը վերցնում էի ձեռը, սենց խուճուճ երկար մազերով ու տան մեջ սենց վազում էի Մաուգլիի նման։ Հետո սկսեցի արդեն կրկնօրինակումներ անել։ Մերոնք զգացին, որ ինչ-որ մի բան այն չի, ընդհակառակը այն է։ Ու անընդհատ պապիկը, ստատիկս, բան իրանք շատ յուրահատուկ հումորով, ասենց յարկի մարդիկ էին, էլի, վառ։ Ու ես իրանց կրկնօրինակում էի, ես բան էի անում ու հետաքրքիր է, որ մեկ էլ Տատիկի թորնիկը ֆիլմը, որ պետքա լիներ, քասթինգը երբ որ անում էին, մաման պետքա նկարվեր մոր դերակատարի դերում, Արմեն Ջիգարխանյանը պետք է խաղար։ Դա խոսքը Լեն ֆիլմ չէ, այո, Լեն ֆիլմ։ Արմեն Ջիգարխանյանը պետք է խաղար ու մաման պետքա գնար քասթինգի, այնտեղ ասեցին, որ 12 տարեկան երեխա պետք չուկոին բեր։ Թող անցնի ինքն էլ։ Գնացի լեցուն երեխեք։ Դա այնտեղ ավենադեպս ոչ մի բան չկար, տարբերություն չկար, այսինքն քասթինգ էր եւ կապ չուներ, որ դու Հա, այնտեղ հենց այդ հանգամանքը չէր կարող լինել, ում տղենային, չա ոնց է, չէ, լեցուն երեխեք կային։ Շատ բարի, բայց շատ խիստ բիձուկ էր նստած ռեժիսոր Ադոլֆ Սամուելովիչ Բերգունկեր, որը այդ երեխաներին նայում էր, տեսնում էր ու հիշում եմ ինքը սենց era. Нет, ребята, это не то. Это не то. Արդեն ժամին բան։ Մեկ էլ իմ հերթը հասավ, հատված մի 2-3 նախադասություն ասում էին, ես ռուսերենով։ Շատ սենց կրկոտ սենց խաղացի այդ կերպարը, բան, սա այս նստած վիճակից սենց եղավ։ Եկավ սենց մոտիկացավ, սենց չոքեց, բռնեց ինձ, սենց մի ճակատս պաչեց ու սենց դոշից խփեց, ասեց. «Гуленька, все, ты будешь сниматься, ты подтвержден. Все, остальные свободны, все, այսենց»։ Ինչ։ Ու հետո փաստորեն ինչքան, դա որքան ժամանակ արդեն Լենֆիլմ, հա, Լենինգրադ տեղափոխում։ 6 ամիս ես սենց թագավորական կյանքով եմ ապրել առանց դպրոց գնալու, բան, տենց մերոնք փոխում էին, անդադ գալիս էին, որ ինձ հետ մնան, լավ հյուրանոցներում, նկարանումից հետո որ գնում էինք բաց միայն ռեստորաններն էին երաժշտությունում, այնտեղ էլ երեխաներին չի կարելի, ինձ սկսում էին ասել չի կարելի, բան, մինչև խառնում էին իրար, որ այս երեխան դերասանն է, նոր ֆիլմից եկել է, բա որտեղ պետք է հաց ուտի, տենց մեզ մտցնում էին էր, սիրուն, սարքում էին, ամեն ինչը դնում էին։ Իսկ դա հիշում ես, երբ արդեն ֆիլմը եղավ, այսինքն այդ ճանաչումը ոնց մի անգամ, այսինքն բնական։ Մի շատ բան էլ կարևոր հիշեմ, Արմեն ջան, որ այս երեխան որ նստել է մանկուց նայել է ֆիլմեր, Լիոնով, Պապանով, Միրոնով, բան, սենց դերասաներ, ինքը սենց Կավկասկը, Պլենիցը, չգիտեմ։ Եվ այլն, մեկ էլ ես հայտնվում եմ Լեն ֆիլմում, մեկ էլ այնտեղ Լեն ֆիլմի ճաշարանում, որ պիտի հաց ուտենք, ես այդ մարդկանց կողքը նստած եմ։ Ես մի ուրիշ տեսակ զգացողություն։ Այս անգամ շատ էին սիրում, ասենց փաթաթվում, պատճում, որ ֆենոմենալ հումորով, ֆենոմենալ իմպրովիզատորներ էին։ Ջիգարխանյան, դες Ֆրոնզի հետ եմ շփվել, Միմինոյում 60% իմպրովիզն է իր։ Այո։ Այդ ինչ որ կա։ Իսկ իմպրովիզը չկրկնվեմ, դա մի բան է, որ դու պետք է քան 10-ից 10 պրոֆեսիոնալ լինես, որ մանավանդ բեմում կարողանաս քեզ թույլ տաս նման բան անել։ Կինոն արեցիր, չստացվեց նորից, բայց բեմում ոնց արեցիր գնաց։ Ճիշտ տեղը, ճիշտ զենքը պետք է պահես ու կրակես։ Իսկ տես, օրինակ բեմում սովորաբար կան ռեժիսորներ, ոչ միայն բեմում, հա, տվյալ պարագայում եւ ֆիլմերում ռեժիսորները, ոմանք ռեժիսորներ, ոմանք դեմ են իմպրովիզների, ոմանք այնուամենայնիվ գտնում են, որ լավ է, հա։
ֆիլմերը մի քիչ այսպես թե այնպես դու ասեցիր արդեն, հա դու բլա եղավ, չեղավ։ Այ բեմում օրինակ լինում է, որ իմպրովիզ անեն, բայց այնուամենայնիվ հետո ռեժիսորը մի հատ եկեք սենյակը երկու բառ ասեմ ձեզ, թե այնուամենայնիվ լավ է վերաբերմունքը։ Հա, ես ականատես չեմ եղել այդ վարպետների կողմից չստացված մի բանի, շատ հետաքրքիր չի եղել։ Անկախ նրանից, եթե մի քիչ էլ թույլ լիներ, ռեժիսորը չէր ուզենա կոտրել իրան նկատողություն արել, ընդհակառակը կթողներ իմանալով, որ մյուսը 10-ին է խփելու, շատ կարևոր է։ Հետո ես շատ լավ պարտներ եմ, ես դիմացինից տեքստը, եթե հանկարծ թռավ մտքից, ես իրան կհուշեմ, ես կասեմ ինչա պետք, ոնցա պետք, թեպետ մի անգամ մի վատ բան եմ արել դրամատիկական թատրոնում բանը տոնածառները ներկայացումը օրը 7 սեանս խաղում էին։ Ես մի հեքիաթասացն էի, մյուսը Օրմացիկ վերջերս իմացա, որ մահացել է Դավիթ Գյուրզադյանն էր։ Դուրս էին գալիս, մեկը մի ցախ կողմի պարտալը մեկ մյուս, ինքը իր տեքստներ ասում, հեքիաթասը ես իմ տեքստը ու ներկայացումը սկսվում էր։ Վերջում ինքը իր տեքստներ ասում, ես իմ ներկայացումը վերջանում էր։ Դե անգիր եմ արել իր տեքստը գիտեմ, այդ օրը եկել էին բարեկամները Դավիթի, որ նայեն իրան։ Ու ես բարձացա, հենց ինքը ուզեցի, ես իր տեքստը սկսեցի ասեցի։ Բրծա հետո ինքը sense նայեց, ես իմն էլ ասեցի ու դուրս եկանք այդպես։ Վերջում ասեցի, լավ հիմա, արի վերջում դուրս գանք, ասեց, խելարես մերոնք եկել են, ասի, վերջում արի դուրս գանք, դու իմն էլ ասա, բան, հենց այս, հա, տենց այն, բայց ես քո տեքստը չգիտեմ ասեց։ Շատ լավ։ Չուկո ջան, եւ փաստորեն Լեն ֆիլմից հետո այդ նկարահանումներից հետո իհարկե հետ եկար եւ մի քիչ ուզում եմ իհարկե մինչ Միացյալ Նահանգներ տեղափոխվելը, դա մի քիչ ավելի կանրադառնանք ավելի մանրամասն, այդ ժամանակ հեշտ էր ավելի հետ գալ այսպես դասի process-ներին, թե այնուամենայնիվ արդեն այդքան տեսած երեխեն գալիս է Լեն ֆիլմից արդեն իհարկե գոռոզության դու այն մարդը չես, որ դրանով տարապել ես, հա, կոպիտ ասած աստղային եւ այլ, այդ չի հարցը, բայց այնուամենայնիվ դժվար չէր, որովհետեւ այդ տեսնելուց հետո ու գալ, այսպես սովորական դասապրոցեսներ մի քիչ դժվար չէ։ Հետաքրքիր բան ասեցի, Արմեն ջան։ Ուրեմն ոչ թե սովորացրել են, այլ երբեք այս երեխու մեջ չմտավ այդ գոռոզությունը, չմտավ, բայց փոքր վաղտվանից ինձ ասում էին գոռոզ երեխա է։ Հա։ Որովհետև երբ որ ես ֆիլմից հետո վերադարձա Հայաստան, այտենց բում չեղավ, ոնց որ եղավ հիմա կասեմ ինչը, պարզապես հավաքվում են, բա մեկ էլ ասում են, վայ ես են երեխեն է։ Կամ ես կինոթատրոնում, Արագած կինոթատրոն կամ Ռասիա նստած կլինեի, արդեն ֆիլմը վերջացել է, դուրս են գալի, մեկ էլ մեկը գնայր, ասել, վայ ես ինչ նման այն երեխան, ասեմ, չի սպասում, որ հա, ու տեղից սկսվեց այս երեխու դաժան օրերը, որ սկսեցին կյանքը սուտել դպրոցում, նախանց, բան, այս կոմենկոմ, այտենց, բակում, կամ ինչ-որ մի ուրիշ տեղ, որովհետև արդեն ճանաչում էին։ Իսկ այդ բումը, որի մասին որ ուզում էի ասել, ես 16 տարեկան էի, ուրեմն մի հաղորդում պետք է նկարեին հեռուստատեսությունում, երգում են Երևանի դրամատիկական թատրոնի դերասանները։ Դե բոլորն էլ գիտեին արդեն, որ ես երգում եմ ու շատ հետաքրքիր ու տենց ասեցին Չուկոին էլ բեր։ Մամային ասեցին բեր, ասի մամա, ասի երգ չկա, ասի ինչ պիտի երգեմ։ Ոնց բան տենց։ Մեկ էլ գնացինք հեռուստատեսության եւ ռադիոյի շենքը, մտանք այնտեղ արխիվ, այդ մեծ բաբինաներով մի հատ երգ են բանանում, չէ, ասում, էս են, չէ, մեկ էլ ասեցի, ես ինչ երգ է։ Ասեցին, սա Ալեքսեյ Հեքիմյանի Սիրուն աղջիկ բանվոր տղայեմ երգն է, որ Արտաշես Ավետյանն էր երգում։ Այդ ասի ես եմ ուզում, բանվոր տղան փոխեցինք Սիրուն աղջիկ Հայաստանի, չէ, ասում էր Արտաշես, ես մի տղա եմ կյանք, ես երգեցի, չէ, ինքը ասում էր բանվոր տղա եմ կյանք, ես ասի ես մի տղա եմ, տենց փոխեցինք։ Հիմա մինուսը չկա։ Ես ոնց պիտի երգեմ, ձենը վրան է Արտաշեսի։ Վերջը տենց գնացինք ստուդիո, մեկ էլ ինչ տեսնեմ, Աշոտը Ղազարյանը ժամանակ շատ լավ խումբ ուներ էստրադային Նայրի խումբը, Գոգան, բան տենց։
տղեկը նվագեցին, տենց Տենց երկեցին։ երկեցին։ Ու ստուդիայում ինչ որ մի աժիոտաժ գնաց, բայց ես չէի հասկացել հələ ինչ ա եղել։ Այդ օրը տատիկիս տուն առաջի հարկն էր։ Այնտեղ մնացի ու սիրում էի առավոտներից պատուհանը բացի, սենց հենվեմ նայեմ ով անցնում ինչ անում։ Այդ պատուհանը առավոտը որ բացեցի ու սենց մի հատ ամբողջ երեխեք մեծեր ասին. Հենա, հենա։ Հակեցի դու պատուհանը ասեցի ինչ ա եղել։ Հետո իջա այդ կանգառը որտեղից որ դիգրամ ասեցին էս երեխան ապա ասես բաներ նստեցի տաքսիստը ճանաչեց մտա թատրոն շամպանսկի բան տտտտ ինչ բան սենց բաներ Ինչ հետաքրքիր։ ու տեղից գնաց հա Տեղից գնաց։ ես հիշեցի ասեմ որ սովորություն չեմ ունեցել միշտ բան եմ եղել որ ես մոտենամ ինչ որ աղջիկ խոսացնեմ բան անեմ իմ ընկերները ինձ տանում էին տեղի որ իրանք պատմում օգնություն շատ լավ եւ Փաստորեն Չուկո ջան այդ վերելք հա տվյալ պարագայում իհարկե քեզ մոտ իհարկե վերելք դե մայրիկը բնականաբար ժողովրդական սիրված դերասանուհի եւ այնուամենայնիվ տեղափոխում Միացյալ Նահանգներ, որոնք ես որքանով իհարկե տեղյակ եմ, դու ավելի ճիշտ կասես, այսպես ոչ ինչ պայմաններով, հա, տվյալ պարագայում իհարկե մայրիկի կոնֆլիկտը թատրոնի հետ եւ ես կարծում եմ դա ամենաահավորն է, երբ նման արվեստագետի համար իհարկե ստեղծագործական կոնֆլիկտ, դա վիրավորանք, ես չգիտեմ ավելի մանրամասն դու կասես, որքան ծանր է իր համար եղել, ես պատկերացնում եմ, դե բնականաբար քեզ համար էլ նույնպես, ինչնայած դա ավելի երիտասարդ ես եղել, բայց այնուամենայնիվ դու վերելքով արդեն դու ավերել, քեզ արդեն ճանաչում են, դու գնում ես առաջ եւ հոп քրտ կտրել մայրիկին կրկնակի մի քիչ այդ ժամանակաշրջանի մասին պատմես, ոնց հաղթահարեցիք կարացակը դժվարությունը։ Սովորաբար միշտ առաջատար մարդկանց անունների, լինի դերասան, գիտնական, ինչ-որ մի բան, ովքեր որ աչքի են ընկել, ովքեր որ լավն են եղել, ովքեր որ պիտանի են եղել, միշտ նրանց վնաս են տվել, միշտ։ Դրանցից մեկը եղել է նաև իմ մայրիկը եւ ինչու՞ չէ նաև ես, որին Ամերիկայում էլ պատմությունը սարքեցին։ Ամբողջ հարցը այն է, որ կա մի հատ արտահայտություն, մեղքը առնել։ Ասենք մի արտահայտություն կա։ Երկու դեպքում էլ մեղքը առնվել է։ Սա գիտի Աստված, սա գիտի բան, դա նենց մի բան չէր, որ ազգի դավաճան պիտակ դնեին կամ ինչ-որ մի բան, այն պարզապես ինչ-որ մի պովդ էր, առիթ էր, որ կարողանան հարցակվեն ինչ-որ մի կողմից, մեջքով ես կանգնած, հետևից պիտի գծեն։ Եվ դե իր այդ, ասենք, նորից են տարիներն էր, որտեղ էլի ծաղկուն շրջանը եւ այլ, ու մի անգամից իրեն զրկեցին։ Դե դա կարմա է, ով որ զրկում է, ով որ մեկին ցավ է պատճառում, հետո զրկվում է, հետո ինքն է ցավում, դա տենց է։ Անկախ նրանից, որ մենք բոլորս յուրաքանչյուրս մենք ընտրել ենք մեր այստեղ գալու ճանապարհը, այս դպրոցը անցնելու ճանապարհը։ Ինչ աստիճանի բարդ պետք է լինի, ոնց պետք է լինի։ Եվ ինքը մեկ է, այստեղ ես 60 ներկայացումներ եմ արել, խաղացել, բայց այտենց չի սփոփվել։ Իր թատրոնը իրանից տարանջատեցին։ Այստեղ նույն ձեռագրով իմ գլխին փորձեցին սարքել։ Չասեմ, որ չստացվեց, թող ուրախանան, շատ բաներից ես զրկվեցի, շատ հետ ընկա, Փառք Աստծո հաղթահարեցի այդ ամեն ինչը, որ ահռելի բարդ, ահռելի բան է, երբ որ դու միշտ մտնում ես մի տեղ ասում են, վայ բալաջան, վերքում եկա, հետո մտնում ես մի տեղ ասում, վայ բալաջան, դու սենց բան ես արել, ասենք, բան, ու ինչքան արդարանաս, որ դու չես արել։ Ու մի բանի մասին էին խոսում, ես Աստծո առաջ եմ հիմա դա պարզ ասում, նման բան չի եղել։ Նման բան չի եղել։ Դա սարքվեց մի խումբ տականքների կողմից։ Բայց հետո էլ մի բան հասկացա, որ իրանք այդքան էլ տականք չեն։ Իրանք պետք էին իմ կյանքի դերասաններից էին, որ ինձ մի հատ էլ մի level 2-3 level բարձրացնեն վերև։ Այո, որովհետև սովորաբար երբ
Դե իհարկե կա, չէ, որ սխալների վրա սովորում են նաշիպը խոչը, բայց այնուամենայնիվ Եվրոպան պետք է գուցե չէ լավ չի, բայց պետք է մի հատ էսպես ընկնես, որ հետո մի 3 հատ բարձրանաս, էլի ոչ թե մի հատով էսպես գնաս համաձայնեմ քեզ հետ։ Եվ հիշում եմ, ես լսի հիշում եմ, որ մի հարցազրույցներից մեկում դու ասեցիր, երբ հարց տրվեց Աշոտ Ղազարյան, հա, հարցրեց քեզ իսկ ներկայացում չես ուզում անես կամ ստենդափ եւ այլ բան, դու մի այսպես արտահայտություն արեցիր, որը շատ խոր իմաստ է, շատ բովանդակ է, դա հենց այնպես չէր։ Դու ասիր ում համար անեմ։ Ում համար։ Այստեղ ում համար անելը դա հենց այդպես արտահայտություն չէր, որովհետեւ այստեղ կար ամեն ինչ։ Եվ վիրավորանք, եւ չգնահատվածություն, եւ շատ եւեր կա։ Հիմա փոխվել է քո կարծիքը առհասարակ այդ ամենի հանդեպ եւ ոնց ես կարծում այնուամենայնիվ գուցե տես ինքը գուցե պետք էր անել ես հիմա գնում եմ արտահայտությանը պետք էր անել որ մի հատ էլ եւս մեկ անգամ մի 3 հատ բարձրանաս հա որովհետեւ տվյալ պարագայում եթե դու չես անում հա այն մարդիկ ովքեր քո լավը չեն ուզում իրանք ուրախանում են միայն նրանով որ դու չկաս բայց երբ որ դու չեն կարողանում կոտրել ես ինքս ինձ համարում եմ հին մարդ եւ այսպես ես գիտեմ որ եթե չեմ սխալվում դու էլ նույնպես մենք հին մարդ ենք եւ հին մարդկան շատ դժվար է կոտրել որովհետեւ մենք շատ բան տեսած մարդ ենք շատ բաներ ենք տեսել տեսնում ենք զարմանում ենք մինչ օրս էլ բայց անամենայնիվ մեզ մի քիչ դժվար է կոտրելը հիմա ոնց է կոսմոտ արդեն մի քիչ փոխվել է այդ առումով թե որովհետեւ ոչ թե ում համար անես քո համար անես պետք է լինեմ անկեղծ ես 90-ականներից սկսած ունեցել եմ լեփլեցուն դահլիճներ լեփլեցուն նկարածա վիդեոները կա որտեղ իմ $15 տոմսերը առնում են $50 որպեսզի ներս մտնեն ես տարիներ շարունակ ներկայացումներ եմ արել համերգներ եմ տվել ես իմ միսիան եմ կատարել աշխատել եմ իմ հանդիսատեսի տրամադրությունը բարձր պահել եղել են ներկայացումներ որոնք թույլ են եղել են ներկայացումներ որոնք շատ ավելի ուժեղ են եղել հանդիսատեսն էլ ինձ էր պահում այդ ադդաչան պետք է լինի անպայման ես չեմ դադարել աշխատելուց ամեն վայրկյան ամեն օր ունեցել եմ հեռուստաժամ հեռուստահաղորդում ունեցել եմ ամեն օր դու գիտես դա ինչ է ունեցել եմ համերգներ եւ երաժշտական ներկայացումներ անտանելի մի ստեղծագործական աշխատանք երբ որ ես իմ աշխատանքը էլի լիարժեք կատարած դուրս եմ եկել բեմ տեսել եմ որ դահլիճի կեսն անստած ես անհատական չեմ ուզեցել հարցնեմ ով չի եկել ով է եկել բան ես մի տեղից եմ ցավը զգացել այն ժամանակ որ sense դուրս եմ եկել այդ շունչդ կտրվում է այդ ծափերից դուրս եմ եկել շունչս կտրվել է որ տեսել եմ այդ կես դատարկ դահլիճը եւ դա չի եղել նրա համար որ տվյալ ներկայացումը կամ համերգը վատն է եղել իրանք եկել էին որ տեսնեն ոչ թե տեսել են ու չեն եկել իրանք պետք է գան տեսնեն լավն է թե չէ սա չեմ կարող ասել ինչի հետ էր կապված զբաղվածության հետ թե ինչ որ մի կոնկուրենտ կար թե ինչ որ մի եւ այլն հետո տենց եկավ այն ժամանակաշրջանը որ հասկացա որ իջիր ջրի հատակը միջև անցնի վտանգը եւ տեսա անունները չեմ ուզում տամ տենց արվեստագետներ ովքեր լավն են ու չեն գնում նայեն ասենք չի գալի Խորեն Աբրահամյանը հիշում նստած չեք ուզում գաք նայեք ինձ հա հոգնել եք հա բրծավ սենց էր անում աչքերը սենց լցված բան դահլիճի կեսը բան տենց լցված ես հիմա չգիտեմ ես իմ հանդիսատեսը ունեմ բնականաբար բայց ես չգիտեմ քանակը ես 500 հոգանոց դահլիճում պետք է ելույթ ունենամ թե 1200 հոգանոց դահլիճ վերցնեմ ու
Էսա։ Գիտես, Դրա համար հիմա որ էլի ինձ հարցնես ստենդափ կամ ներկայացում կա, ես նորից կասեմ, ում համար անես։ Գիտես, երևի գիտես ինչու՞մ է։ Ես կզգամ, երբ որ կարիքը լինի։ Այո։ Ես կզգամ, երբ որ այդ պահանջը կա։ Ես այն ժամանակ կբարձրանամ բեմ։ Ես հիմա փոքր այդ իմ ելույթներով, ասենք, փոքր ասելով 200 ինչքան փոքր չի, այո։ Հա, ունեմ, բայց այն ես Ալեքս թատրոնի բացումն եմ արել, Ժոզեֆինայի 7 փեսացուն ներկայացումով։ Ստարս թատրոնի բացումն եմ արել։ Ուիլշերի բելում միջև հիմա իմ նկարը փակցված է օֆիսում, ինչպես անհատ ու ամենաշատ վարձող դերասանը այդ դահլիճը։ Ուիլշերի բել թիեթրը։ Գլենդելից քշում էին 40 րոպե, որ ներկայացում նայեն։ Պատկերացնում եք լեցուն հանդիսատեսը լծվի, թարս օրինակը բերեմ։ Դերասանը դուրս գա էկրանի վրա ելույթ ունենա։ Ոնց է։ Համամիտ եմ։ Բայց ուզում եմ ուղղակի հասկանալ, այլ դու խոսում ես, ուզում եմ հասկանալ ինչն է։ Երևի թե պարզապես գիտես սերնդափոխություն տեղի ունեցավ եւ որոշակի առումով այդ սերնդափոխությունը ոչ այդքան հաջող այդ առումով եղավ, կապված որակի հետ։ Հետաքրքիր բաներ եղավ գնայր ընդհատում եմ, դե Չուկո բան, ոնց ով չի ճանաչում, անդադեսա Չուկո, ով չի ճանաչում։ Մեկ էլ մի հատ մի մոմենտ եկավ, որ ինչ որ մի մարդիկ կան չեն ճանաչում։ Այդ մի տեսակ մի ուրիշ մի հատ մի զգացմունք հայլի, որ sense մի տեսակ բան էս լինում էլի տենց։ Մեկ էլ մի հատ սերիալում դուրս ես գալի, մեկ էլ նկարվենք մի հատ հասկանում, բայց դրա արածը հեչ, հա, հիմա ես մի հատ բանով նկարվենք, էլի լավ էլ է։ Ես քեզ հետ համամիտ եմ։ Առանցից նկարվի։ Շատ լավ։ Չուկո ջան, այո, շատ հետաքրքիր է, իրոք շատ անկեղծ ամենայն դեպս եւ ես քեզ հետ շատ այս ամենում համամիտ եմ քեզ հետ, գտնում եմ որ դու իրավացի ես, բայց անամենայնիվ ես գտնում եմ որ միևնույնն է գիտես կա մի արտահայտություն, իհարկե դա ես չեմ ուզում խոսել այս այսպես քեզ նկատի ունենալով, բայց կա տաշած քարը գետնին չի մնում արտահայտություն, հա։ Դա այսպես այն քո սերը հարգանքը եղել է, ինքը միևնույնն է, ոնց դու ասացիր, այստեղ կարմայի հարցը չէ, այստեղ արդեն բումերանգին է, որ պետքա հետ գա այդ ամենը, որովհետեւ այդպես չի կարա կորի։ Ինչ խոսք։ Դա չի լինում։ Չի լինում։ Գուցե որոշակի առումով այո, ժամանակ կլինի մի քիչ իհարկե լավը կսկսենք ավելի գնահատել, որովհետեւ ցավոք սրտի վերջին տարիների ընթացքում իհարկե գնալով մենք ավելի սկսում ենք ոչ լավը գնահատել եւ դա փաստ է, ինչ անես։ Դա Հիմա արի մի քիչ այսպես թեթևանանք, հա։ Թեթևանանք ինչ առումով անցնենք մեր հաղորդման երկրորդ էջին, մի փոքրիկ այսպես զվարճալի կարելի ասել, մի քիչ ավելի թեթև հումորային երգի հետ կապված իհարկե, երգի բառեր ենք լսելու։ Երգերը կարող են լինել ճանաչված, չճանաչված էական չի, էական չափկամով է երգում, դա մեծ նշանակություն չունի։ Պարզապես երգի բառերը լսում ենք, մի հատված 4 տարբերակ քեզ ասում եմ, որից մեկը ճիշտ է, 3-ը սխալ։ Դու ընտրում ես ճիշտ տարբերակը։ Քեզ կարծում եմ հեշտ կլինի շատ։ Звонок другу есть։ Звонок, ես քեզ կօգնեմ։ Ես կօգնեմ քեզ։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, Չուկո հետ միասին անցնենք մեր հաղորդման երկրորդ էջին, եւ դուք նույնպես ակտիվ մասնակցեք եւ լսենք, խնդրեմ, առաջին երգի հատվածը։ Ես քեզ եմ պատրում, միթե մոռացել ես։ Միթե մոռացել ես, դե վերջն է, հիմա շարունակությունը։ Քեզ եմ փնտրում, միթե մոռացել ես, որ քեզ եմ սիրում առաջին տարբերակը։ Միթե մոռացել ես, դու ինչ ես հիշում երկրորդ տարբերակը։ Միթե մոռացել ես, որ մի բարձին ենք ծերանում։ Եվ չորրորդ տարբերակը միթե մոռացել ես, հո դու հիմար չես 2 ժամը քեզ եմ սպասում։ Երկրորդ տարբերակը։ Երկրորդ տարբերակը, դու ինչ ես հիշում։ Այդ բարձր Առաջինը մի քիչ հասկացելի էլի, բայց երկրորդը ավելի համընկնում է։ Միթե մոռացել ես, դու ինչ ես հիշում, հա, որ քեզ եմ սիրում էլ չէ։ Դու շատ սպես նա կտրոկ ասեցիր, դա վել չէ։ Առաջինը մի քիչ ճիշտ է հնչում երգի համար։ Միթե մոռացել ես, դու ինչ չես հիշում, այս տարբերակը ընտրեք Չուկոն, լսենք ճիշտ տարբերակը, եթե դա ճիշտ է իհարկե։ Եվ անցնենք առաջ, խնդրեմ։ Ուշ գիշեր է արդեն, ես քեզ եմ պատրում, միթե մոռացել ես, դու ինչ ես հիշում։ Բրավո։
1-0, բրավո, մի անգամից, բայց իրոք, որտեղ ինքը երկը դժվար էր, ընդհանրապես երկը։ Ինչ է ուզեցել ասի հեղինակը։ Եվ ինչ է ուզում ասել սրանով։ 1-0 Չուկոն հաղթում է եւ Չուկո ջան, հիմա երկրորդ երգը խնդրեմ լսեմ։ Խնդրեմ։ Այդտեղ տես ինքը գալիս է ինչ-որ ու սիրող իմ սիրտը յար քեզ նվեր տամ առաջին տարբերակը ու սիրող իմ սիրտը սիրելով քեզ տամ ու սիրող իմ սիրտը պարտքով միջև վաղը տամ եւ ու սիրող իմ սիրտը տանեմ գլխի տամ Երկրորդ տարբերակը Էլի երկրորդը սիրելով քեզ տամ ուտես միշտ երկրորդի վրա Հա առանց սիրելու հոչի տա բայց այդտեղ կա յար քեզ նվեր տամ չէ 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 Այդտեղ հարց է ծագում, ինչ նվեր տա, բայց երկրորդ տարբերակի մեջ բարձ է ինչ պիտի տա։ Ու սիրող իմ սիրտը սիրելով քեզ տամ։ Այո։ 1-0 հաղթում ենք, այս անգամ եթե պարտվենք 1-1 ա լինում, հետո երրորդը վերջում լինի նոր կասկա։ Ու սիրող իմ սիրտը սիրելով քեզ տամ, այս տարբերակը ընտրեց Չուկոն, լսենք եւ շարժվենք առաջ, խնդրեմ։ Ուզենամ մոտդ գա, շուրթերիդ համբույր տամ, ու սիրող իմ սիրտը Առաջի տարբերակն էր փաստորեն։ Դե 1-1, հիմա երրորդը, հիմա պետքա հավաքվենք լուրջ, որովհետեւ հիմա պետքա հաղթենք, փորձենք հաղթել։ 1-1 երրորդ վերջին եզրափակիչ երգն ենք հիմա լսում շատ լուրջ դեմքերով։ Բացվում է լույսն առավոտյան, ճամփին նայում սիրուն ջան, այրում է սարևի նման, յարից պես չկարան նման, բացվում է լույսն առավոտյան, ճամփին նայում սիրուն ջան, այրում է սարևի նման, յարից պես չկարան նման, Յարից պես չկար աննման ու շարունակությունը։ Հույս եմ բերել, լույս եմ բերել 1, սեր եմ բերել 2, կաթ եմ բերել 3, Երկրորդ տարբերակը սեր եմ բերել։ Մի անգամից փող եմ բերել չէի Չէ, ուզում, սեր եմ որտեղ բերել։ չորրորդ փողը ամենաակտուալն է, էլի փող եմ բերել, անգամից փող եմ բերել, սաղ դռները բացվում է։ Սեր եմ բերել։ Սեր եմ բերել, այս տարբերակը ընտրեց Չուկոն, ճիշտ է դա թե ոչ հիմա լսենք եւ շարժվենք առաջ, խնդրեմ։ Այրում է սարևի նման, յարից պես չկարան նման, սեր եմ բերել, անուշիկ Բրավո, 2-1 այսպես ջախջախի չէ, բայց 2-1 հաղթեցին կարողը Չուկոն ջան, շատ լավ։ Եվ մինչ իհարկե անցնել մեր հաղորդման ավարտին եւ իհարկե մի փոքրիկ խնդրանք բնականաբար քեզ կխնդրենք Չուկո ջան, ուզում եմ մի քիչ խոսենք առասարակ նախագծերի մասին, որովհետեւ գիտեմ նկարահանվում է, այնուամենայնիվ կյանք շարունակվում է, այնուամենայնիվ իհարկե կգա մի օր ոնց որ դու ասեցիր եւ դու կզգաս եւ կանես այն ինչ որ պետք է անես եւ ես ավելի քան համոզված եմ մենք կգանք եւ միասին բոլորովս այսպես ջերմ կողջունենք, կտեսնենք այդ ամենը, բայց խնդրեմ մի քիչ մանրամասնես կա ինչ որ այլ մտքեր, նախագծեր, բացի այն ամեն ինչ որ կա հիմա։ Երկու մեծ պրոյեկտ ունեմ, որ ուզում եմ իրագործեմ, առաջինը որ կան այդպիսի մեծ օրկեստրներ, սիմֆոնիկ, էստրադային, որոնք հումորային են, որոնք լավ երաժիշտներ են, վիրտուոզներ են, բայց նաև կա հումոր մեջը, շատ հետաքրքիր։ Ես ունեմ այդ նպատակը իրագործելու այդ իմ երազանքը, մեծ բենդ լինելու, որի դիրիժորը ես եմ, որտեղ նվագում եմ տարբեր գործիքներ, որտեղ երաժիշտների հետ կապ կա, բան, լավ, հետաքրքիր պարոդիաներ կա երգային, նաև լուրջ երգեցողություն կա, այդ։ Երկրորդը ֆիլմն է, որ ուզում եմ իրագործեմ, տարբեր կերպարներ եմ խաղում։ Ամբողջ այս տորմոզը տալիս է կոպիտ ասած, այն որ ես այդ կերպարները ուզում եմ ոչ միայն իմ ներքուստ ներկայացնելով,
Նաև ուզում եմ, որ տեխնիկապես փոխվի ինքը լինի, հա։ Իսկ դրա Էդի Մըրֆին ունի ֆիլմի անունը մոռացա այդ կերպ։ Ինձ անճանաչելիության աստիճանա պետք որ հասցնեն դա մի քիչ բարդ։ Հա, դա որոշակի առումով եւ տեխնիկապես եւ շատ գրիմ։ Գիտես հարցը ինչն է, Արմ ջան, որ այդ կերպարը արեցիր, գնացիր, հիմա սա է։ Ես սա պիտի խաղամ։ Հիմա ինձ մի ժամ պետք է այլես մեյքափ արվի, որ սա դառնա մեծ խաղամ, որտեվ դիալոգ է, այս մի քիչ տեխնիկապես բարդ է իրագործելը, բայց ես դա ֆիլմի մասին է, բայց խոսքը ֆիլմի։ Այդ երկու մեծ իմ պրոյեկտներն են, որ ես պետք է իրագործեմ։ Չկոտ ջան, դե այնուամենայնիվ ես կարծում եմ, այսպես քո եռանդը, քո երիտասարդություն, դեռ երիտասարդ ենք, մենք այնն չէ որ հին մարդ ենք, բայց մենք ավելի երիտասարդ ենք, քան Միկվա ջահելները։ Հին կոնյակը ուրիշ է։ Այո, ավելի երիտասարդ, այո։ Եվ այնպես որ կարծում եմ այդ ամենը իրականացնենք եւ իհարկե դեռ առիթ կունենանք անդրադառնալու եւ իհարկե խոսելու այդ ամենի մասին եւ այսօր իհարկե շատ խոսեցինք երգելու, այո, ես բնականաբար բոլորս լսել ենք հրաշալի երգեր, հրաշալի երգում ես եւ գիտես մենք այսօրվա մեզ շատ անկեղծ իհարկե մեր խոսակցությունը առասարակ գիտես ես մի եկա մի եզրակացություն որ այնուամենայնիվ որպեսի մի քիչ լինել հասկանալ այն ամեն ինչ կատարում է, մի քիչ պետք է լինել խենթ։ Հա, մի փոքրիկ մի քիչ խենթ լինելը պետք է յուրաքանչյուրի համար, որովհետև եթե դու ճիշտ ես, այսինքն խենթություն չկա, դու միաձև ես, հա, այսպես չկաս, այսինքն ոչ մի բան ես։ Իսկ խենթությունը իհարկե բերում է որոշակի առումով այդ իզումին կան, եթե կարելի այսպես ներողություն ռուսերենից համար, հայերեն երևի իզումին կա պետք է, ինչի տեն չգիտեմ։ Խենթ աղջիկ մի հրաշալի երգ կա իհարկե, որը դու երգում ես քո մատուցմամբ հրաշալի, եթե դեմ չես լինի, եթե քեզ խնդրենք խենթ աղջիկը նվիրենք բոլոր խենթ աղջիկներին եւ առասարակ խենթերին։ Դե իմ կարծիքով ընդհանրապես աղջիկները պետք է մի քիչ խենթ լինեն, քիչ գժուկ պետք է լինեն, բայց իրանց այդ կոլորիտ այդ համոհոտը դրա մեջ է։ Տղամարդը չէ, տղամարդը որ խենթանում աննորմալ տպավորություն է թողում։ Իդիոտ։ Հետո սիրեցի քո հաղորդման ֆորմատը, ճիշտն ասած, այդ որ live են երգում, կենթանի են երգում։ Հիշում եմ մեկի համերգներ չեմ ուզում աննտամ, մի ուժներ խնդրեց, իրաններ չեմ ուզում տամ, որ ինքը հայտարարի, իրան մի բան էին խնդրել, որ ասի, որ երաժիշտները բենդը լայվ անով ալբոմ։ Կենթանի հնչողությամբ։ Կենթանի հնչողությամբ։ Ինքը դուրս եկավ ասեց, խոսած եւ ասեց, եւ կարեւորը երաժիշտները նվագելու են կենթանիներով, ասեց։ Երաժիշտները 10 րոպե չէին կարում սկսեին երաժշտությունը, որտեվ ասում են մենք այսօր կենթանիներով ենք։ Հետո հա ինչ է ուզում Մաուգլին էլ իջեցին որ կենթանի հաղորդման ֆորմատը սիրեցի որ կենթանի կարող ես երգես նենց եմ սիրում երգիչներ որոնք կենթանի են երգում որովհետև դա գիտես թեկուզ մի շատ քիչ անկեղծ է հա թեկուզ մի քիչ միտեղ ասենք կարող է նոտայվա լավ չնստես կամ ինչ-որ բայց կենթանի հնչողությունը է դա Կենթանին այո եւ մեր հերոստատիտողները ինչու շատ սիրում են շատ դիտում են մեր հաղորդումները որովհետև այո սիրում են որպեսզի նա անկեղծ է եւ առասարակ իհարկե դա կենթանի է տեղ ունենում եւ սիրելի հերոստատիտողներ այո նույնպես այսօր Չուկոն խենթ աղջիկը երգ է կենթանի հնչողությամբ կհնչի մեր եթերում եւ մենք մեծ սիրով կվայելենք Չուկո ջան բայց մի ընդամենը 1-2 րոպե խնդրում եմ դու պատրաստվես իսկ մինչ այդ սիրելի հերոստատիտողներ եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին աջակցության համար Armenian Evening նախագծի հովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը որը օգնում է այն մարդկանց ովքեր ունեն վնասակար սովորություններ եւ կախվածություն եւ վերադարձնում է լիարժեք կյանքի այնպես որ եթե կա խնդիր 911 Detox Center-ը խնդիրը վերացված է 400 հեռախոսամանը 409-9011 Մեր նախագծի գործընկերն է Lido Pubs Resort and Spa հյուրանոցային համալիրը Եթե ունեք ազատ օրեր եւ չգիտեք ինչպես այն անցկացնել որպեսզի լինի լիարժեք ապա գնացեք իհարկե դիմեք Lido Pubs Resort and Spa հյուրանոցային համալիր որովհետեւ հարմարավետ համարներ լողավազաններ տակ հանքային ջրով Եվ մի խոսքով բոլոր հարմարությունները մեկ վայրում հեռախոսամանը 760 329 60 33 Եվ այսպես Չուկո ջան, պատրաստ ենք։ Այո։ Սիրելի հեռուստադիտողներ, եւ այսպես Armenian Evening
կենթանի հնչողությամբ այս պահին հատուկ ձեզ համար, մեզ բոլորիս, Չուկո, խենթ աղջիկ, եկեք վայելենք։ Դու խնդես, խնդաղջիկ մինուս է, ես էլ կեզ, խնդի պես եմ սիրել, դու խնդես, խնդաղջիկ մինուս է, ես էլ կեզ, խնդի պես եմ սիրել, այսքան բան, Շնորհակալ եմ քեզ անչափ, շնորհակալ եմ երեկոյի համար, այս երգի համար, անկեղծության համար։ Իրոք շատ անկեղծ զրույց էր։ Ես իրոք մաղթում եմ հաջողություններ քեզ, դու շատ տաղանդավոր ես, շատ սիրված եւ կարծում եմ դեռ էլ շատ ասելիք ունես, անելիք ունես, որ պետք է անես, պետք է հաղթահարես, այդ ուժը գտնես եւ կարծում եմ քո կողքին իհարկե կան քեզ հարազատ մարդիկ, ընկերներ, որոնք նույնպես քեզ կօգնեն այդ ամեն հարցում եւ էլ առիթ շատ կունենանք հանդիպելու նորանոր պրոյեկտներով։ Արմեն ջան, շնորհակալ եմ իրոք հրավերի համար։ Ես ընդամենը եկել եմ այս աշխարհ իմ միսիան կատարեմ։ Ու ես իմ համերգներից մեկի ընթացքում ասել եմ, ովքեր որ տեսել է ինձ ցավացնելուց հետո, թող ուրախանա, ես էտեր եմ ուզում իրան ուրախացնեմ, որովհետև ցավ զգացել եմ։ Այն իմ հանդիսատեսը, այն իմ հարազատները, իմ ընկերները, ովքեր իմ կողքը միշտ կանգնած են եղել, ովքեր իմ բացակայության ընթացքում ինձ պաշտպանել են։ Շնորհակալություն եմ հայտնում։ Ու մեծ իմ մենահամերգներից վերջում ես բեմից բոլոր հանդիսատեսին ասեցի, որ ես էլ մի կոլորիտ եմ ստեղծված Աստծո կողմից։ Ու ինձ ինքը ասում է, ինչքան էլ որ խանգարեն բալես, դու գնա առաջ, կոլորիտ չդնես։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, կհանդիպենք արդեն հաջորդ 5 շաբթի երեկոյան 22:30 AMJ հեռուստաընկերության եթերում առողջ եղեք, մի քիչ զինվեք համբերությամբ, մի քիչ եղեք խենթ, բայց ամենակարևորը առողջ։ Նախագծի հովանավոր 911 Detox Center
Նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa։ Lido Palms Resort and Spa առողջարան, հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա եւ փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի։ Հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց եւ գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։